Ողջույն, եթերում կրկին լույս հաղորդաշարն է։ Այս թողարկմանը ևս մենք խոսելու ենք քրիստոնեական արժեհամակարգի մասին, իսկ հաղորդման շրջանակներում հյուրընկալել ենք Հնդկաստանում բնակվող մանկավարժ Գոհար Իսկանդարյանին։ Նախ ողջունում եմ ձեր հեռուստաեթերը եւ ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել այս գեղեցիկ հնարավորության եւ հրավերքի համար։ Սիրելի Գոհար, նախ շնորհակալ ենք, որ չմերժեցիք մեր հրավերը հաղորդմանը մասնակցելու համար եւ առաջին հարցը, որ ուզում եմ տալ ձեզ, հետեւյալն է։ Լինելով հնդկական մշակույթում բնակվելով այդ միջավայրում, ինչպիսի ընդհանրություններ եւ տարբերություններ եք տեսել եւ ինչպես դրանք կգնահատեք Հայաստանի եւ Հնդկաստանի մշակույթներում, մասնավորապես արժեհամակարգի առումով։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ է արժեհամակարգն իրենից ներկայացնում։ Արժեհամակարգը այն սկզբունքների, նորմերի, բարոյական գաղափարների ամբողջությունն է, որն ուղղորդում է մարդու մտածելակերպն ու վարքը, թե անձնական կյանքում եւ թե ընդհանրապես հասարակության մեջ։ Մեկ նախադասությամբ արժեհամակարգը դաստիարակչական համակարգի միջուկն է։ Նախ բոլորս գիտենք, որ թե հնդկական եւ թե հայկական դաստիարակչական համակարգերը առաջացել են լիովին տարբեր մշակութային, պատմական, կրոնական հիմքերի վրա, լրիվ տարբեր միջավայրերում։ Եվ չնայած այս տարբերությանը, թերևս կարելի է նշել մի քանի ընդհանրություններ եւ տարբերություններ, հիմք ընդունելով Հնդկաստանում ապրածս տարիները, տարբեր ընտանիքների հետ ունեցած հարաբերություններս, նաև տարբեր ծնողների հետ ունեցած շփումս, ինչու՞ չէ նաև իմ անձնական փորձն ու եզրահանգումները։ Տեսեք, ընդհանրություններից թերևս կարող եմ նշել ընտանիքի կարևոր դերը երեխայի դաստիարակման գործում։ Թե հայկական եւ թե հնդկական միջավայրերում երեխայի դաստիարակչական բուն գործընթացը որպես անհատի ձևավորումը, բարոյական արժեքների ներմուծումը երեխայի մեջ ընկած է ընտանիքի վրա։ Երկրորդ ընդհանրությունը կարելի է թերևս նշել հարգանք, սեր ավագների նկատմամբ, ընդհանրապես ծնողներ, տատիկ-պապիկներ, ուսուցիչներ, եւ հայ երեխան եւ հնդիկ երեխան սովորում են հարգել, սիրել մեծերին։ Ու տեսեք, սա ես համոզված եմ, առավել քան համոզված եմ, որ սա մեզ փոխանցվում է ավանդապաշտական ժառանգությամբ։ Այսինքն երեխան տանը ինչ տեսնում, դա է սովորում։ Երեխան եթե փոքրուց հենց աչքը բացելուց հետո երբ տեսնում է իր ծնողների հարգանքը, սերը, հոգատարությունը տատիկ-պապիկների, ավագների, ինչու՞ չէ նաև մեկը մյուսի նկատմամբ երեխան դա յուրացնում է, իրենն է դարձնում։ Տեսեք, որոշ չափով էլի գնում ենք առաջին կետին, որ կարևոր գործընթացը երեխայի դաստիարակման հարցում ընկած է հենց ընտանիքի ուսերի վրա։ Մյուս ընդհանրությունը թերևս կնշեի ավանդապաշտություն եւ կրոնական ազդեցություն։ Եվ հայկական եւ հնդկական միջավայրերում դաստիարակությունն ուղղորդվում է հոգևոր արժեքներով, կրոնական ուղղորդությունով, հայոց եկեղեցու եւ հինդուիզմի միջոցով։ Հոգևոր արժեքներն են ներողամտություն, բարություն, որոնք դաստիարակության առանցքում են։ Մյուս ընդհանրությունը ես որ նկատել եմ, կնշեի, որ դա համայնքային եւ կոլեկտիվ մտածողությունն է։ Երկու միջավայրերում էլ անհատից պահանջվում է հաշվի նստել, հաշվի առնել հասարակության կարծիքը, լինելով հասարակության անդամ։ Հիմա անցնենք տարբերություններին։ Տարբերություններից թերևս կնշեմ ասպեկտը։ Ունենք հայկական համակարգ, ունենք հնդկական համակարգ։ Մյուսը կրոնական հիմքն է։ Քրիստոնեական հիմք, բուդդիզմ, հինդուիզմ, սիկհիզմ, նաև իսլամ։
Երրորդը արժեքների փոխանցում։ Հայկական միջավայրում դա կատարվում է պատմություններով, եկեղեցական ավանդույթներով, նաև ուսումնական կրթական հաստատություններում։ Հնդկաստանում դա արվում է սրբազան տեքստերի, վեդաների, գուրուների ու նաև մետաֆորիզմների միջոցով։ Մյուս տարբերությունը դա հասարակության կառուցվածքն է։ Հայկական միջավայրում ունենք միատարր հասարակություն ազգ եկեղեցի կապով, մյուս միջավայրում տարբեր հավատքի և համայնքների բարդ կառուցվածք է, ներառյալ կաստաների ազդեցությունները հասարակության վրա։ Իսկ ձեր փորձից ելնելով որքանով կարող է քրիստոնեական արժեհամակարգով դաստիարակությունը ազդել երեխայի բարոյական և հոգևոր ձևավորմանը։ Նախ փորձենք սահմանել, ինչ է քրիստոնեական արժեհամակարգը։ Ես կասեի հավատարմություն և սեր, որոնք քրիստոնեական արժեհամակարգի կարևոր հիմքն են և համարվում են սիրո, աստվածային կամքին հետևելու հավատարմության կարևոր հիմքը։ Պետք է նշել, որ այս հավատարմությունը վերաբերում է ոչ միայն մեր անձնական և Աստծո հետ ունեցած հարաբերությանը, այլ ընդհանրապես մարդկային, հասարակական հարաբերություններին, որից էլ բխում է ներողամտությունը, արդարամտությունը և ընդհանրապես արդարության տարածելը, արդարության տարածումը։ Այն կարող է մեծապես նպաստել երեխայի առողջ հոգեբանական, բարոյական ձևավորմանը, թերևս մի քանի կարևոր ուղղությամբ՝ սիրո և ընդունման զգացում, ներողամտության և մեղքի գիտակցում, բարոյական հենքեր, խղճի ձևավորում, նաև ծառայություն և համերաշխություն։ Մյուսը նշեցինք սերը։ Մենք գիտենք, որ քրիստոնեական արժեհամակարգի, քրիստոնեության հիմքում Աստծո սերն է ընկած մարդկանց հանդեպ։ Աստվածաշունչն ասում է. «Եվ նա այնպես սիրեց աշխարհն ու մարդկանց, որ իր սիրելի միածին որդուն ուղարկեց նրանց մեղքերի թողության համար»։ Այ հենց այս սերն է, երբ ներմուծվում է երեխայի մեջ, երեխան հասկանում է, որ անկախ իր գործած սխալներից, անկախ իր գործած մեղքերից, երեխան սիրված և հարգված է, երեխան ընդունված է, երեխան հասկանում է, որ ինչ էլ որ անի, իր ծնողն իր կողքն է, և սա ցրում է ներքին տագնապները, վախերը, չընդունված լինելու միտքը, նաև ներմուծում է երեխայի մեջ ներքին հանգստության զգացում ու նաև ինքնագնահատականի բարձրացման վրա է սա ազդում։ Եվ այս կերպ երեխան նաև ինքն է սովորում ներողամիտ լինել, սիրել դիմացինին։ Տեսեք, և այս կերպ երեխայի մեջ ձևավորվում է առողջ անհատը, որը որ պիտանի է հասարակության համար, որը որ հիմքն է ապագա հասարակության, առողջ հասարակության հիմքն է հանդիսանում։ Այս հարցը, որ ցանկանում եմ ձեզ տալ, բավականին հետաքրքիր հարց է։ Ես կցանկանայի իմանալ, լինելով բազմաբնույթ մշակույթ ունեցող երկրում, ապրելով այդտեղ, դասավանդելով, լինելով մանկավարժ, ինչ եք կարծում, արդյոք կարող է քրիստոնեական արժեհամակարգով դաստիարակությունը դառնալ համաշխարհային մակարդակով ընդհանուր ինչ-որ մեթոդ, որը որ կարողանա երեխաների դաստիարակության մեջ որևէ բան փոխել, եւ դա կապ չունենա, թե ինչպիսի մշակույթի կրող են նրանք, այսինքն իհարկե մենք պետք է հաշվի առնենք կրոնի առումով, թե ինչ կրոն է դավանում տվյալ երկիրը, տվյալ մշակույթը, բայց ինչ եք կարծում, արդյոք սա կարող է լինել համընդհանուր, համաշխարհային դաստիարակության մեթոդ։ Խոսքս քրիստոնեական արժեհամակարգով դաստիարակության մասին է։ Փորձել եմ կիրառել ոսկե միջինը, ու սա իրականում ինձ շատ է օգնել երեխաներիս, աշակերտներիս մեջ մեկը մյուսի հանդեպ հոգատարություն, սեր, արդարություն ներմուծելու մեջ։
Հիշում եմ մի դեպք աշակերտներիցս մեկի հետ կապված, իհարկե նմանատիպ դեպքեր շատ են եղել, ուղղակի այս մեկը, որ սենց շատ է տպավորվել ու թերևս առաջին դեպքն էր։ Աշակերտ ունեի, որ ինքը բոլորին հարվածում էր, աշակերտները, դասընկերները նստած ինքը գնում մազերից էր քաշում, երեխաների լանչ բոքսներ քաշում, հա, պերերիվի ընդմիջման համար տարած ուտելիքներ քաշում, թափում, ուսուցիչներին էր անգամ ոտքերով հարվածում, խփում։ Իհարկե ուսուցիչները երեխային պատժում էին, ջղայնանում էին երեխայի վրա, որպեսզի անկեղծ լինեմ, ես էլ 1-2 անգամ ջղայնացել եմ երեխայի վրա, բայց հետո հասկացա, որ չէ, սա ավելի ագրեսիվ է դարձնում երեխային, երեխան ավելին է անում։ Եվ իհարկե տուն վերադառնալուց հետո ես սկսեցի խորհել այդ երեխայի վարքի, պահվածքի շուրջ, նաև փորձելով գտնել հոգեբանական ինչ-ինչ սենց հենքեր ու ամենակարևորը ես աղոթեցի Աստծուն, որ Տեր Աստված ինձ մի ճանապարհ ցույց տուր, չէ որ ես ուսուցչուհի եմ, չէ որ ես մանկավարժ եմ, եւ երեխան սխալ գործելով ես էլ հակառակը, ես էլ ավելի սխալ եմ անում երեխայի վրա բարկանալով, պատժելով, ինչը որ երեխային ավելի ագրեսիվ է դարձնում ու ես չեմ հասնում իմ ուզած արդյունքին։ Եվ ես հաջորդ օրը, երբ որ երեխան սկսեց ինձ հարվածել ձեռքերով, նաև փորձեց ոտքերը կիրառել, ես հակառակը, ես չբարկացա, չջղայնացա, չպատժեցի, ես ուղղակի հավասարվեցի երեխայի նստած մակարդակին, փորձեցի ունենալ հայացք առ հայացք կոնտակտը, eye to eye կոնտակտը ու երեխայի ձեռքերից բռնելով, իհարկե ոչ ագրեսիվ կերպով, այլ շատ քնքշորեն բռնելով երեխայի ձեռքից, ես գրկեցի իրեն, շոյեցի իր գլուխը, համբուրեցի ու ասացի, որ ես քեզ շատ եմ սիրում, դու շատ լավ տղա ես, դու լավ աշակերտ ես։ Ես գրկեցի երեխային ու երեխան 180 աստիճանով փոխվեց, երեխան ավելի սենց հանգիստ դարձավ, երեխան հասկացավ, որ ինքը սիրված է իմ կողմից, անկախ իր գործած սխալներից, անկախ իր պահվածքից։ Իհարկե ես խոսացի նաև ուսուցիչների հետ, մյուս գոլեգաներիս հետ խոսացի, որ երեխային պետք է այս ամենը բացատրել սիրով եւ ոչ թե պատժելով, եթե մենք իհարկե ուզում ենք արդյունքի, մեր ուզած արդյունքին հասնենք։ Եվ հավատացեք, երեխան փոխվեց, թե իմ աշակերտների, իր դասընկերների հանդեպ, թե ուսուցիչների հանդեպ, երեխան հասկացավ, որ այն ինչ ինքը կատարում էր սխալ էր, բայց մենք փոխարենը իրեն պատժելու, մենք իրեն սիրում էինք, մենք իրեն գրկում էինք, մենք իրեն հոգ էինք տանում եւ կամաց երեխայի գիտակցության մեջ ներմուծվեց, որ ինքն էլ պետք է սեր տարածի իր դասընկերների շրջանում, ինքն էլ պետք է սիրի, հոգ տանի դասընկերներին եւ ոչ թե հարվածի եւ ոչ թե քաշի մազերից, ձգի, չգիտեմ, այնտեղ երեխաների ուտելիքը թափի։ Այսինքն իհարկե ես ժամանակ առ ժամանակ իմ աշակերտներին ասում էի, որ ինչպես ուզում ես, որ քո ընկերը քեզ վերաբերվի, քո դիմացինը քեզ վերաբերվի, նույն կերպ դու պետք է վերաբերվես, նույն կերպ դու պետք է սիրես ու հոգ տանես քո դասընկերին։ Ու փառք Աստծուն, սա ինձ շատ է օգնել ու ես տեսանելի արդյունք եմ ունեցել ու գոհ եմ Աստծուն դրա համար։ Իմ մանկավարժական փորձը, քրիստոնեական արժեհամակարգը, նաև ոսկե միջինը կիրառելով ես հանգել եմ այն եզրակացության, որ միանշանակ այո, այն կարող է հանդիսանալ մանկավարժական հիմք, քանի որ հիմնված է սիրո, կարեկցանքի, հանուժողականության վրա։ Երեխաները պետք է հասկանան, որ իրենք սիրված են, իրենք ընդունված են, անկախ ամեն ինչից։ Եվ այս կերպ իրենք էլ կփորձեն
կիրառել իրենց կյանքերում եւ կփորձեն սիրել դիմացինին, կփորձեն հանդուրժել դիմացինին, ներողամիտ լինել դիմացինի հանդեպ, ինչպես որ իմ աշակերտի դեպքում էր։ Սիրելի Գոհար, ես գիտեմ նաև, որ հնդկական միջավայրում, երբ իրենք իրենց բազմաստվածությունն ունեն, տարբեր ոլորտներում տարբեր աստվածներ եւ այլն, այսպես ասած, չաստվածներ կամ կուրքեր դա ավելի ճիշտ կլինի, ինչ եք կարծում քրիստոնեական արժեհամակարգի, քրիստոնեական արժեքների մասին դասապրոցեսի ընթացքում զրուցելը, կամ դա դեպի դաս տանելը, աշակերտների հետ աշխատելու ընթացքում, ինչպիսի միջոցներով եւ ուղիներով կարելի է իրականացնել, որոնք առավել արդյունավետ կլինեն եւ ինչպես դա կարելի անել։ Ամենակարևոր մոտեցումներից թերևս կարելի է նշել բարոյական սոցիալական ծրագիրների մշակումը եւ ներմուծումը դպրոցական ծրագիրների մեջ։ Իհարկե շեշտը դնելով սիրո, ներողամտության, կարեկցանքի, բարության, հանդուրժողականության վրա։ Ամենակարևոր եւ թերևս ինձ համար ամենաառանցքային պայմաններից անհատական օրինակն է, երբ ուսուցիչներն իրենք են ապրում այդ բարոյական արժեքներով եւ որպես բարոյական անհատ, բարոյական օրինակ են ծառայում երեխաներին, աշակերտներին։ Եթե ամփոփելու լինենք մեր վերը նշված մտքերը, ապա կարելի է հանգել այն եզրակացության, որ քրիստոնեական արժեհամակարգը կարող է խորը եւ դրական ազդեցություն ունենալ երեխայի հոգեբանական առողջության եւ որպես բարոյական անհատի ձևավորման գործում։ Իհարկե պետք է շեշտը դնել, որ այս ամենը պետք է կատարվի միմիայն սիրո, կարեկցանքի, ներողամտության, հոգատարության պայմաններում, այլ ոչ թե վախի, սթրեսի, պատժի պայմաններում, ինչը որ կարող է հակառակ արդյունքը տալ, ինչպես կրկին իմ աշակերտի դեպքում էր։ Անչափ շնորհակալ եմ այս գերհագեցած եւ հետաքրքիր զրույցի համար, շնորհակալ եմ, որ ձեր փորձով կիսվեցիք մեզ հետ, նաեւ ձեր մտածողությամբ, ձեր տեսակետով եւ շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ չնայած ձեր այդքան զբաղվածությանը կարողացաք մասնակցել մեր հաղորդաշարին, որի համար անչափ շնորհակալ եմ։ Դե ինչ սիրելի հեռուստադիտող, դուք դիտում եք Լույս հաղորդաշարը, կհանդիպենք։